Բարի ուշ երեկո, սիրելի հայրենակիցներ, մենք այժմ մայրաթոր Սուրբ Էջ միացնում ենք, ահա դուք տեսնում եք, այստեղ մեր թիկունքում մայրաթորն է, այստեղ է նաև իմ ընկեր Հովհաննես Իշխանյանը, այստեղ նաև մեր այլ հայրենակիցներ կան, հիմա մենք Հովհաննեսի հետ որոշեցինք միասին ուղիղ եթեր մտնել։ Սիրելի հայրենակիցներ, այսօր ցավալիորեն մենք տեսանք, որ ինչ տեղի ունեցավ, սրտի մեծ ցավով տեսանք, որ հաստատի արձանագրեցինք, որ մեր հոգևոր ծառայողների մեջ քիչ չեն, հաստատի այդ թվում նաև կուսակրոն հոգևորականների, թվացյալ կուսակրոն, առերևույթ կուսակրոն հոգևորականների մեջ կան մարդիկ, ովքեր գուցե իրենց անձնական շահից կամ չգիտեմ ինչ-որ խոցելի տեղերից ելնելով կարող են ուրանալ մայրաթոռը, մեր եկեղեցին եւ դեմ դուրս գալ ամենայն հայոց կաթողիկոսին։ Մենք ինֆորմացիա ստացանք մայրաթոռից, որ այսօր կամ վաղ առավոտյան այս գիշեր կարող են վտանգներ լինել։ Չգիտեմ ինչքանով է այդ ինֆորմացիան իրական կամ ոչ իրական, համենայն դեպս մեր սրբազան հայրերից կապ հաստատեցին մեզ հետ եւ մենք այժմ այստեղ ենք, փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում պաշտպան կանգնել մայրաթոռին, այն մայրաթոռին, որը ուրացան մի շարք եպիսկոպոսներ, որոնց մեջ նաեւ շատ մեծ ցավով եմ ասում նաեւ իմ շատ հարազատ մարդիկ, ում ես շատ հարգում եւ գնահատում եմ։ Սիրելի հայրենակիցներ, գիտեք, մենք կարող ենք մեր թուլությունները, թույլ տեղերն ունենալ եւ կարող ենք խոցելի տեղեր ունենալ, կարող ենք, չգիտեմ, խնդիրներ ունենալ, անձնական թուլություններ եւ Նիկոլ Փաշինյանը միշտ օգտվում է մեր թուլություններից, մեր խնդիրներից, բայց միշտ իմացեք, որ երբ որ մենք մեր անձնականը գերադասում ենք ընդհանուրից, հայրենիքից, հանուն մեր անձնական, թեկուզ մեր գոյության զոհաբերում ենք հայրենիքը, զոհաբերում ենք Արցախը, զոհաբերում ենք հիմա էլ մայր եկեղեցին, ես գիտեմ մեկ պարզ ճշմարտություն։ Հրեշը չի խնայում ոչ ոքի։ Հրեշը ոչնչացնում է նաև նրանց, առաջին հերթին ոչնչացնում է նրանց, ովքեր դավաճանել են արժեքներին։ Եվ ես վստահ եմ, բոլոր այն եպիսկոպոսները, բոլոր այն քահանաները, բոլոր այն անձինք, ովքեր այս պահին ուրացել են մայրաթոռը եւ դեմ են դուրս եկել վեհափառին, այդ մարդիկ առաջինն են ենթարկվելու հրեշի, ինչ ասենք, ինչ պատասխան։ Չգիտեմ, կուլտրմանը։ Այո, հրեշի կողմից։ Բայց ես կուզեի, որ մենք ուրիշ անկյունից էլ նայենք այս հարցին։ Մենք գիտենք, որ սպասելի է, որ ամենտեղ դավաճանը, ամենտեղ պետք է դավաճաններ փնտրի։ Դա հենց օկուպացված երկրի տրամաբանությունն է։ Բայց մենք պետք է հասկանանք, որ մեր խնդիրը անել այն, որ մարդկանց չկարողանան զավթեն, մարդկանց հոգիները չկարողանան կոմպրոմատներով, շանտաժով վերցնեն։ Մեր ուզածը այն է, որպեսզի Հայաստանում Հայաստանի քաղաքացին լինի պաշտպանված ու ազատ։ Մենք պայքարում ենք մեր ազատության, ինչը նշանակում է նաև մեր հայրենակիցների ու քաղաքացիների ազատության համար, եւ դրա համար է այս ամբողջը կոչվում ազատագրական պայքար, որովհետև չի կարող ինչ-որ մեկը, որը կոչվում է երկրի ղեկավար, գնա ինչ-որ հոգևորականի առաջ շանտաժ անի, կոմպրոմատներ հավաքի ու խլի նրանից ազատությունը, նրա հոգին։ Մեր խնդիրը ոչ թե այդ մարդկանց դատապարտել, քարկոծել, նվաստացնել, այլ հասկանալ, ընկալելը այն իրավիճակը, որում հայտնվել են, օկուպացվել են։ Եվ մեր խնդիրն է այդ վիճակից ոչ միայն հոգևորականների, այլ բոլորին ազատագրելը։ Ուզում է բոլոր հոգևորականներին նրանք օկուպացնեն։ Խնդիրը մնալու է նույնը, որ հայերը եւ ոչ միայն հայերը, Հայաստանի քաղաքացիները Հայաստանում պիտի լինեն ազատ, անկաշկանդ ու սենց ոնց է Բագրատը բազամներ ասում չխխունջանան։ Եվ սիրելի հայրենակիցներ, ուղղակի երբեմն բառեր չեն մնում ասելու այն ամբողջ իրավիճակի մասին, այն ամբողջ իրականության մասին, որ կա,
քանդվում է եկեղեցին, քանդվում է հայրենիքը, քանդվելու են ձեր տները, բոլորիս տներն են քանդվելու։ Եթե պիտի այսպես խխունջանանք, ինչպես Սրբազանն է ասել, եւ պիտի ամեն մեկը տներում նստած միայն լայք դնի։ Ժողովուրդ ջան, այս մարդիկ քանդում են մայր եկեղեցին ներսից, եւ եթե դուք հաշտ եք դրա հետ, ապա մի բողոքեք Նիկոլից։ Խոսքս նաև ուղղված է բոլոր քաղաքական ուժերին։ Դուք կարող եք ձեր փափուկ անկյուններում, փափուկ աթոռներին նստած, չգիտեմ, մտածել առաջիկա ընտրությունների մասին, բայց հիշեք, եթե մայր եկեղեցին փուլ գա, եթե վեհափառին այս մարդիկ կարողանան հեռացնել եւ նրա փոխարեն դնել իրենց կամակատարին, որևէ կամակատարի, այդ թվում նրանցից մեկին, ով հիմա գնացել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման եւ իրեն եպիսկոպոսի տեղը դնել։ Ես չգիտեմ, ես կարող եմ մի բան ասել, թող քար նետի առաջինը նա, ով իրապես ազնիվ է։ Եվ ես այստեղ խնդիրը վեհափառի անձը չի, այստեղ խնդիրը Գարեգին II կաթողիկոսի անձը չի։ Այստեղ խնդիրն այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանը հասնի իր նպատակին եւ Գարեգին II կաթողիկոսին հեռացնի վեհարանից, դա ոչ թե Գարեգին II կաթողիկոսի խնդիրն է լինելու, դա ոչ թե լինելու է Նիկոլ Փաշինյանի հաջողությունը, դա լինելու է մեր մայր եկեղեցու փլուզումը։ Կարծում եմ համամիտ ես դրա հետ։ Եվ սիրելի հայրենակիցներ, մենք չգիտեմ ինչքան այստեղ կլինենք, ինչքան կդիմանանք նաև, որովհետև բավական ցուրտ է, բայց այստեղ կլինենք։ Ես չգիտեմ նաև ինչ մեզ կասեն մայրաթորից, եթե ասելու են, որ պիտի պայքարենք, եթե ասելու են, որ պիտի այստեղ կանգնենք եւ երկուսով այս պատերի տակ դիմադրենք եւ էլի մարդկանցով, պիտի դիմադրենք մեր ներքին թշնամուն, ապա կդիմադրենք։ Բայց հիշեք, եթե դուք սպասում եք հենց 2026 թվականի ընտրություններին եւ հիմա խխունջի նման եք, 26 թվականի ընտրություններին Նիկոլը ավերակների վրա կվերընտրվի, բայց մենք չենք կարող դա թույլ տալ։ Այսքանը երևի թե լավ մնացեք, պինդ մնացեք, ձեզ բարի եւ խաղաղ լավ գիշեր ենք մաղթում, իսկ մենք շարունակում ենք մեր եկեղեցու համար, մեր մայր աթոռի համար, մեր հայրենիքի համար պայքարը։ Բարի չհիասթափվեք։ Այո, իհարկե, հիասթափվել պետք չի։ Մենք այստեղ ենք։ Այո, մենք այստեղ ենք, պինդ մնացեք։